Ոնց չի ասում։ Ասում է, ուղիղ վիդեո։ Հիմա որ միացնեմ։ Ներողություն կխնդրեք։ Դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Քանքի ֆանատը չէ, պարոն Ալեքսանյան, որ ծոցագրպանում։ Ծոցագրպանում հեռախոս եմ պահում։ Հեռախոսում կան այ հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի search անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կան նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջ։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Մի վարքան։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանին թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Դե եւ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, էսի չեք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետություն։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետքա հետ, բայց 7 տարին ինչ կապ ունի մի ամսվա հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Մի վարքյան հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենա։ Վայ։ Որացած չենք, Վարդանի կագետ չէ։ Դե ժողովուրդ, տնից եք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ նենց է բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել էիք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդ։ Երբեք չի ունեցել ԿՊ-ն ներքին հարցում, որից Սալիկ Մինասյանը չլինի առաջին։ Դե ինչ։ Ինչը տեսակ 17000 ռեկորդային ձայնը տեսակ տեսակ ով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել օրինակ դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք ինչպես են հավաքել։ Ինչպես են հավաքել։ Ինչպես են հավաքել։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելով։ Ծերերը մասնակցում։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում են ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել, որ քվեարկեք ու այդ ծերը ասեց, որ Մարտուն Գրիգորյանին է։ Մամուլում տեղեկություններ կան, որ Վիվարոյի Վիգենի միջոցով ինչ որ ընտրակաշառքի մեխանիզմն է։ Այդ մամուլում չի սոցցանցերում այդպես տեղեկություններ։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք։ Անդիմադիր հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր։ Եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար։ Հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է։ Ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին։ Ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշառք է բաժանում, 1000 ներողություն է, 1000 ներողություն, այդ կատարյալ աբսուրդ է ուղղակի։ Մի բերեք բան արեք մարդկանց բան գցեք։ Եթե ինչ որ մեկը տենց պնդում է անում մարդ իր դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իր հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Պարոն Ալեքսանյան, համաձայնեք, որ ասենք հիմա Ես ասում եմ հրապարակ օրաթերթն է, դե հիմա բա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Բայց դուք ինչ եք պրոյեկտում։ Դե բա դե ասում եք դժվար է ապացուցել, ասում թող ինչ որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշառք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան ասում են փող կֆռա, մեզին այնպես մարդիկ են։ Մյուսները չունեն, հիմա ասենք միս տեխնացիները։ Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշառք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են, իրանց այնց մարդիկ են մեզ պետք, որ կարևոր չի թե ում կուզենան, այնքան որ իրանց փող տա։ Որ գաղտնալսեն ինչ կգտնեն, որ գաղտնալսեն այդ մարդկանց հասցեին, փող բաժանող մարդկանց հասցեին մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնեն, ուրիշ բան չեն կարող գտնել։ Միանշանակ եմ ձեզ պնդում, ուրիշ բան չեն կարող գտնել։ Այդ փող բաժանած, ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած, որ իշխանություն չլինի, ինչ փայլակ ջան։ Անկեղծ դուք գյումրեցի եք, դուք գյումրուց եք, չէ՞։ Սկանդալային ձայնագրություններ։ Դե թող լինեն, թող հայտնվեն։ Ես ընդհանրապես դեմ չեմ։ Ես գյումրեցի եմ։ Դուք գյումրեցի եք։ Դուք լսել եք որևիցե գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառք է բաժանում։ Չէ։
Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ ասում։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կան, ենթադրել, որ դրա նախագծը Ենթադրաբար շատ միանշանակ է, երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, ու այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցները։ իսկ առաջ Չգիտեմ ինչքանով իշխանական, ինչքանով չէ, ինչքան ես եմ։ Տելեգրամյան ալիքը անունի Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գրել։ Հա, բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ այն մի հատ ինչ կար, այն որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, այն ինչ էր մեդիա, չէ, ինչ է, մեդիապորտ, այն որ բացարձակ ստերի տեզերքի չեմպիոն էր ուղղակի, հա դե չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահավատ տեղեկատվություններ ա տպում։ Որ իշխանական է։ Չէ, որ բացարձակ ճշմարտություններ է սովորաբար տպում։ Զուտ մեդիապորտը հիշում եք ժողովուրդ ջան, ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում էին մեդիապորտը։ Դուք հիշում եք ինչ ստեր էր տպվում այնտեղ։ Ու հիմա բան է կանում, թե բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանական էլ լինի, եթե իշխանամերձել լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեին։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեվ իշխանամերձ լրատվականները մեդիապորտ չեն արտատպել։ Շնորհակալություն։